Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 27-ի համար։ Այսօր արդեն նորալուսին է տեղի ունենալու, տեսանյութը ինչքան էլ որ ձայնս այսպես է միևնույն է սկանեմ, կտեղադրեմ ալիքում, աստղաբանության կարող եք նայել։ Եվ ես արդեն Ավստրալիայում եմ եւ 3 մինչեւ հասնելս իհարկե Ավստրալիա, ես մտա Facebook Եվ ինչ բաներ ինձ այնտեղ եւս դուր չեկավ, որոնք որ իմ հետևորդներից էին։ Սիրելիներս, ես զարմանում եմ, թե դուք երբ այդքան չարացաք։ Ինչ է արել օրինակ Հռոմի Պապը ձեզ։ Ինչու եք վատաբանում։ Գիտեմ, որ այդ մարդիկ նաեւ այստեղ էլ կան, այստեղ էլ են լսում, անուններ չեմ տալիս, կարող եք մտնել Facebook նայել։ Համենայն դեպս տհաճ է։ Մենք քրիստոնյաներս չպետք է այդպես վերաբերվենք ոչ ոքին։ Հատկապես այդ մարդը ես չեմ հիշում, որ կոնկրետ Հայաստանին ինչ որ մի բան արած լինի։ Եթե ինչ որ մեկը մի բան է անում, կարող եք նաև թողնել Աստծուն, ինքը կպատժի։ Բայց այդ մարդը ինչ է արել։ Ինքը ղեկավարում է իր երկիրը, շատ լավ ղեկավարում է, ինձ թվում է ավելի լավ է ղեկավարել հանգիստ, քան ամբողջ օրը ղժղժոց ենք լսում։ Ոչ մի նախագահ լրբի նման չի ղժղժում, օրինակ։ Իսկ որքան հանգիստ, այնքան օրինակ Անգլիայի թագուհին ինչ էր անում, որ ոչինչ չէր անում։ Բայց ոչ ոքս չենք տեսնում ինչ է անում, որովհետև իրենք հանգիստ են։ Ամեն ինչ իրենց մոտ հանգիստ է լինում։ Ոչ թե այդպես ղժղժոցներով, ճվճվոցներով։ Մի խոսքով վերջացրեք ժողովուրդ ջան։ Իմ շրջապատում ես չգիտեի, որ այդքան չար մարդիկ կան եւ վատը ուզող։ Ես այն անգամ ասեցի, ես չեմ ընդունում չար մարդկանց իմ խումբ։ Ես չեմ սիրում չար մարդկանց։ Չարը տարածողը դա հատկապես այն մարդու հանդեպ, ով ոչինչ քեզ անձամբ քեզ չի արել։ Ես կարող եմ վատը խոսել այն մարդու մասին, ով որ անձամբ ինձ արել։ Ինձ վիրավորել է, ինձ խփել է, ինձ անպատվել է եւ այլն, ամեն ինչը ինձ, անձամբ ինձ, իմ անձին։ Այդ ժամանակ ես իրավունք ունեմ այդ մարդու մասին վատը խոսելու։ Բայց ուղղակի մարդը, որ իր համար ապրում էր իր երկրում, եւ իրեն դնել վատաբանել, դա շատ վատ բան է, ժողովուրդ ջան։ Խելքի եկեք, մտածեք ասածներիս մասին։ Միգուցե նաեւ ինձանից երիտասարդ են գրողները, միգուցե ինձանից մեծ են գրողները, ուղղակի այդ չարությունը պետքա ձեր մեջից կարողանաք հանել։ Ես դրա համար եմ ասում, ամբողջ Հայաստանով մեկ ներն է իշխել։ Դրա համար էլ դուք էտորն եք։ Այստեղ ոչ մի բերան բացել, ոչ մի այն ինչը որ ձեզ հետաքրքրում է ասել, մի խոսքով, հա, այնպիսի բաներ չկան, որոնք որ ուղղակի դուք լռում եք, հիմա ասում եք, չէ։ Սա կոնկրետ չարություն է։ Ես էլ եմ շեշտում, չար մարդկանց չեմ սիրում, չեմ ընդունում։ Եթե իմ ծնողս ինչ որ մեկի համար չար բան ասի, ես հեռախոսը կդնեմ։ Այդ կարգի չեմ սիրում։ Երեխաս խոսի չար բան բերանին հաստատ կուտի։ Այնպես որ ասես կկապտի օրերով դասի չի գնա։ Հաստատ։ Թե հիմա դա արդարություն ասեք, ինչ ասեք, ես ինքս չեմ ընդունում։ Եվ չէի ցանկանա իմ շրջապատում նման բաներ։ Միայն դա կխնդրեմ։ Եթե ինչ որ մեկին ատում եք, ապա եթե ինչ որ միտեղ կտեսնեք, որ ցե գրառում, կարող եք իր գրառման տակ ասել այն ինչ որ մտածում եք այդ մասին, այդ մարդու մասին, բայց ինձ մոտ մի ասեք։ Ես այդ մարդուն չեմ վիրավորել, որ դուք հաստատում եք իմ վիրավորանքը, հասկանում եք։ Եթե ես ասեի հələ տեսակ, ինչ լավ էր որ մահացավ, ինչ էր որ այնտեղ անկապ նստած էր, իր համար չգիտեր ինչ էր անում, դուք էլ ասեիք հա Արմինե ջան, ինչ ճիշտ ես ասում։ Իրոք, անկապ նստած էր էլի։ Լավա որ գոնե մահացավ, հիմա նորը կգա, մի քիչ անկապ չի նստի։ Մի խոսքով չեմ ուզում երկարացնեմ, ինձ թվում է մենք բոլորս իրար հասկացանք, հասուն մարդիկ ենք այստեղ հավաքված։ Ես ուզում եմ շրջապատված լինել միայն ու միայն բարի մարդկանցով, ովքեր միայն դրական են տարածում այս կյանքում, որովհետև ձեր բացասական էներգիան գալիս է ինձ։ Ես չէ որ բացում եմ, կարդում եմ այդ բացասական էներգիայից անմիջապես չգիտեմ, մինչև մազերիս ծայրը նյարդայնանում եմ։ Ես կարող էի ինձ թույլ տալ վիրավորեի նաև, բայց ես ինձ թույլ չտվեցի։ Գրողներին իհարկե։
Ես հիմա այստեղ եմ ասում, որ մնացած ովքեր որ մտածում են եւ ովքեր որ ցանկանում են գրանցվել Facebook-ում, հասկանան, որ Facebook-ում չի կարելի ինձ մոտ վատ բաներ գրել։ Եթե ես վատ բան չեմ գրել, դուք չեք հաստատում։ Ուղղակի ես ոնց որ ցավակցելով ու ասելով, որ իմ ասած բառերը կատարվեցին, դրա շուրջ ես տեսնում եմ չար բաներ։ Չի կարելի, ժողովուրդ ջան, չի կարելի։ Սա ամենավատ բանն է, որ կարող է լինել քրիստոնյա ազգի հետ, որ նեռը կուլ է տվել ձեզ։ Անկան խոսեցի, անգամ մոմս չեմ վառել։ Իսկ դա շատ վատ է։ Իսկ մոմը վառելը ինչու եմ վառում անընդհատ, որովհետև դա մաքրում է այն, ինչ որ ես խոսում եմ։ Չի լցվում այն տարածք, որտեղ որ ես կամ հիմա։ Եվ այնտեղից ոչինչ չի փոխանցվում իմ ընտանիքի անդամներին։ Մի խոսքով այսքանը, հուսով եմ իրոք, չգիտեմ, կնեղանաք, չեք նեղանա, բայց ես այդպիսի մարդ եմ։ Միայն բարի։ Միայն ու միայն վատն եք մտածում, իմ մոտ մի ասեք, իմ մոտ մի գրեք, ուրիշ ոչինչ ես ձեզ չեմ խնդրում։ Այսքանը։ Իսկ օրը իհարկե կիրակի է, նորալուսնի օրն է, այդ օրը ոչինչ մի սկսեք, բայց 1-2 օր հետո, 3-շաբթի, 4-շաբթի կարող եք ամեն ինչ արդեն սկսել։ Իհարկե նորալուսինը կարծես թե լինում է ցուլում, իմ նշանում է լինում, ինչքան որ հիշում եմ, դա լինում է ցուլում։ Ամենայն դեպս կասեմ կլսեք, ցուլում է։ Մի խոսքով հիմա որ ուզենամ չեմ կարողանա գտնել, ցուլում է ոնց որ թե նայեմ, չեմ համբերում։ Այո, ցուլի սկիզբն է 8 աստիճան, կարելի այդպես ասել, ստուգեք որտեղ է գտնվում, ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, ստուգեք տեսեք որտեղ է գտնվում ձեր ցուլի 8 աստիճանը եւ կհասկանաք թե ձեզ ինչ է սպասվում այստեղ։ Ինչ նորություններ, ինչ լավ բաներ է ձեզ սպասվում, որովհետև նորալուսինը դա նոր որևիցե մի բան է ձեր կյանքում, այնպես որ ընդունեք այդ նոր բանը եւ սկսեք, այստեղ ինձ մոտ է լավ դիրք, այնպես որ ես եք սպասեմ լավ պահերի իհարկե։ Այսքանը, վերջ, այս թեմայի մասին ես այլևս չեմ խոսի, որովհետև տեսանյութը, չգիտեմ, կնայեն սկիզբը թե չեն նայի, բայց 4000-ից ավել մարդ է նայում։ Հուսով եմ այդ 4000-ից որոշ մարդիկ կան նաև Facebook-ում, ովքեր որ տեսնում են, ովքեր որ մի օր կցանկանան գրել։ Նա պետք է հասկանան, ինձ մոտ մի գրեք։ Վերջ։ Դա է իմ վերջին խոսքը։ Եվ իհարկե ամսի 5-ի highline թիվը արդեն ալիքում է թվագիտության, ցանկության դեպքում կարող եք նայել, տեսնել ինչպես կանցնի այդ օրը ընդհանուր։ Այսքանը վերջ ելույթին անցնենք կանխատեսմանը իհարկե։ Դե տեսնում եք բացվել է նաև մյուս ալիք, այդքան չեմ հետևում, քանի մարդ է նայում, դե նոր է, վաղուց չի աշխատել, բնականաբար դեռ ձեզ չի գա, ինձ էլ չի գալիս իմ մյուս ալիքները, այնպես որ դեռ պետք է սպասել, եթե ցանկանում եք, ուղղակի դուք պետք է մտնեք, հետևեք, նայեք, ուրիշ ելք չկա այստեղ։ Ահա, եւ ուզում եմ, որ մյուս քարտեր, այս քարտերով լինի մյուս ալիքը։ Մի օր սա, մի օր նա, մի օր սա, մի օր նա, որ մի քիչ փոփոխություններ տեղի ունենան։ Ահա։ Վերջ։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 27-ին։ Բավականին էմոցիոնալ կլինեք ինչ-որ մի հարցի շուրջ, ինքը ճիշտ օրը կիրակի է, կարող է ուշ քնեք, կարող է մինչև ուշ ռոմանտիկ ժամադրություն ունենաք, հանդիպում ունենաք, շփում ունենաք, ծնողի հետ կարող եք նստել, խոսել, քննարկել ինչ-որ մի բաներ, այնտեղ այստեղ ինչ-որ բան կարող եք գրել, դասերով զբաղվել, կիրակի է, եթե արձակուրդ չի Հայաստանում կամ այն երկրում, որտեղ ապրում եք, որովհետև գիտեմ, որ արձակուրդներ կան, թե վերջացան, չվերջացան, չգիտեմ,
իմ աղջիկը արդեն մեծ ենք ու ուրիշ ժամանակահատվածում է արձակուրդ գնում, ավելի փոքրները ուրիշ ժամանակահատվածում։ Եվ այստեղ նաև ինչ որ մի բան կլինի, որը որ ձեզ էմոցիաների կհասցնի։ Նաև որ չէ գաղտնիք կարող է բացահայտվել, հնարավոր է դա է պատճառը։ Եվ փոխեք, edge-ը փոխեք։ Կարող է այդ էմոցիաները դրանից են։ Էմոցիաները կարող կան այդ անցյալ կյանքից, ինչ որ մի բան անցյալից եք հիշում, փոխեք դա եւ նորովի մտեք նոր կյանք։ Փոխեք edge-ը։ Նայեք ինչպես են թաղում Հռոմի պապին։ Մարդ պետք է ուղղակի թեկուզ երազի, որ այդպիսի թաղում ունենա։ Էլի անցա դրան։ Ուղղակի համակարգիչը միշտ եմ ասա։ Եվ այդ օրը ինչ որ մի բաներ, ցուցակներ կկազմեք, կգրեք, կջնջեք, փաստաթղթեր կարող եք դասավորել, փաստաթղթեր վերցնել այստեղից, եթե բացեք, սերոքս անել, թղթերի հետ աշխատել, եթե հաշվապահ եք առավել եւս, ուսուցչուհի եք առավել եւս, այդ գործերով կարող եք զբաղվել։ Այսքանը ձեզ համար։ Ինչ որ փաստաթղթերը կարող եք նայել ուղղակի, ուսումնասիրել։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 27-ին։ Առաջ խաղացում։ Աշխատանքում, գործերում, հնարավոր է այդ օր ուղղակի շատ գործ ունենաք անելու, այո, ես էլ ունեմ, ինքը սպասում էի նորալուսնի ժամանակ, որ նորալուսնից հետո անեմ, իհարկե սա եմ ուզում կտրել, արդեն ինքը ինձ անհանգստացնում է, բավականին չար է հավաքվել մեջը, ուրիշ ձևով կպաշտպանեմ ինձ, արդեն զգում եմ, որ անհանգստացնում օրինակ հենց հիմա, ձեռքս անհանգիստ է, ումսի 27-ի օրը հենց կկտրեմ սա կհանեմ, թող մութ ուժերը տանեն իրենց հետ, հա, որովհետև նորալուսինը դա հենց մութն է, մութը դեռ լուսին չկա։ Եվ այդ օրը նաև ոմանք կարող են այցելել որևէ հիվանդանոց, գնան որևէ ռեստորան, կամ թատրոն, կինո, նմանատիպ որևէ վայր, որտեղ որ պետք է տոմս գնեք, հատուկ մտնեք, թույլատվություն է հարկավոր։ Նաև ձեր բիզնեսում, գործերում առաջ խաղացում ինքը կիրակի է, բայց նորալուսնի օրն է եւ դուք կարող եք ձեր գործերը քիչ առաջ տանել։ Եվ այս քարտերը հենց մեկ օրվա համար չեն, ինչ որ ընթացք ունի, որ կարող եք դեռ անել այս քարտերը։ Ոմանք կգնան որևիցե, հա, վարսահարդարմասրահ, ոմանք բժշկական կենտրոն այստեղ ինչ որ մի բան անելու համար։ Եվ եթե ձեր գործերը առաջ են գնում, ձեզ մոտ նաև օծեր են հավաքվում, իհարկե։ Օծեր կան, օծեր կլինեն, օծեր են գալիս, տեսնենք ամենայն դեպս ով է, քիչ վատ քարտերը կարելի է նայել, նայեք ովքեր են, մանր խնդիրներ ստեղծող ինչ-որ մարդիկ, եւ սա նաեւ ասում է մի քիչ իմաստուն եղեք, որ ինչ-որ մի բան ձեր կյանքում չկորցնեք, որովհետեւ այն ինչ-որ մարդը ուղակի շտապելու ընթացքում կամ ինչ-որ մեկին վնասելու կամ մտածելու, որ ինչ-որ իր համար այդքան էլ լավ չի լինի, մի խոսքով, ինչ-որ շտապելու հետ կապված մարդը անխելք բաներ է անում, հա, անխելք քայլեր է անում, հենց դրանից է, որ կարող է նաև այստեղ կորուստ ունենալ։ Այստեղ նաև բիզնեսի հետ կապված անպայման, դա եւս հաշվի առեք, որովհետեւ կարող է անմտածված քայլ անեք, նորալուսնի ժամանակ ոչինչ այդ պահին չի կարելի սկսել, կարող եք շատ սխալ քայլ անել եւ ինչ-որ մի բան նաեւ կորցնել, այնպես որ քիչ ուշադիր եղեք։ Եվ մի խոսեք ընդհանրապես ձեր պլանների մասին, պահեք գաղտնիք, որովհետեւ հնարավոր է հենց ասեք եւ չլինի հետո այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 27-ին։ Ոմանք տուն են մաքրելու, ոմանք կարող են նաև վիճել, ինչ-որ մարդկանց հետ։
Տեսնենք սա վեճ է, թե տուն եք մաքրելու։ Ինչ-որ մի բան կհանեք դուս կշպրտակ այստեղ, հնարավոր է տուն եք մաքրում։ Որովհետև միայն այդ դեպքում է, որ ինչ-որ մի բան կգնա ձեզանից նոր կյանք սկսելու համար, նոր բան կմտնի ձեր տուն։ Ինչ-որ մի բանի տեղ կազատեք այդ օրը, կդատարկեք ձեր շուրջը, կդատարկեք ձեր շրջապատը, դարակները նաև, որտեղ որ էլի կրկին կարող եք ուրիշ բան ավելացնել։ Նաև այստեղ ուշադիր եղեք, որ չվիճեք մարդկանց հետ, որովհետև եթե վիճեք, վեճը կարող է շատ հեռու գնալ։ Ձեռքերով արդեն կարող է լինել վեճը, դրա համար այստեղ մի փոքր ուշադիր եղեք։ Եվ ուշադիր եղեք վնասվածքների հետ կապված։ Ամենայն դեպս ինչ էլ որ լինի, հետագա քայլերը ձեզ մոտ հիանալի քայլեր են, առաջ խաղացում է։ Միգուցե իրոք մաքրում եք, տեղ եք ազատում եւ հետո ինչ որ մի բան է ձեզ մոտ առաջ գնում, առաջ խաղացում եք ունենում, որովհետեւ երբ որ միտեղ ազատում ես տարածք քո նոր կյանքի համար եւ նոր կյանք մտնում է շատ լավ բահել։ Ոմանք այդ օրը շատ աշխատանք կունենան, ոմանք նաեւ կողեն տեղափոխվում եք տանից տուն, դատարկում եք դարակները, նաև կարող եք այցելել որևիցե բժշկական կենտրոն, այցելել որևիցե ռեստորան կամ կինո, թատրոն, նման տեղեր, եւ օրը ձեր ձեռքում է։ Դռները բաց են ձեր առջև, ամեն ինչ կարող եք անել այդ օրը, եւ ոմանք էլ կարող են ուղղակի փակել իրենց կյանքում որևիցե էջ։ Ինչ որ մի բան փակվի ձեզ մոտ։ Կարող է այստեղ ինչ որ մի բանից դատարկվում եք, մաքրում եք ձեր կյանքից եւ դուռը փակում եք, այլևս չեք անդրադառնում այդ ոլորտին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 27-ին։ Ոմանք ամուսնության առաջարկ կստանան, ոմանք հարսանիքի են այդ օրը, բավականին անհանգստացած եք, լարված եք այդ օրը։ Ոմանք հենց իրենք ամուսնության առաջարկ կանեն ինչ-որ մարդկանց, կարող դրան համար եք նաև դուք ինքներդ լարված։ Եվ գործարք կարող է լինել, ուզում եք գործարք կնքեք, բայց այդ օր այդքան է խորհուրդ չեմ տա, գոնե այդ գործ սպասեք, նոր կնքեք ու այդ գործերը առաջ գնան։ Եվ ինչի համար եք անհանգիստ։ Այնտեղ կարող եք վիճել, ուշադիր եղեք։ Կամ կարող է անհանգիստ եք, որ հանկարծ վեճ չլինի այդ հարսանիքի ժամանակ, այդ առիթի ժամանակ, որտեղ գիտեք, որ 1-2-ը ավելի բուրն են արձագանքում յուրաքանչյուր բանի կամ շատ են խմում եւ այլն, եւ կարող մտածեք, որ հանկարծ վեճ չառաջարկա, դրա համար եք անհանգիստ։ Այդ օրը նաեւ կարող եք հանդիպել, շփվել որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Մտերիմ անձնավորություն է, բարեկամ է նաեւ կարող է։ Բարեկամ, ընկերուհի, այստեղ մի քիչ տարիքով մեծ է, դրա համար կարող է բարեկամ է ավելի շատ։ Մորաքույր, այդպես կոմ, եթե դուք եք մեծ, ձեր քույրը կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 27-ին։ Առույցները եւս այստեղ ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք։ Նաև կարող եմ ոմանք վիրահատության են գնում այդ օրը։ Ուշադիր եղեք, որ ձեզ չվնասեք տանը ինչ-որ գործեր անելուց։ Ինչ-որ մի բան կարող եք մաքրել ձեր կյանքից, ինչ-որ մի բան այդպես սրբել հիմքից տանել եւ ուրիշ բան սկսել անել։ Յուրաքանչյուր բան կարող է լինել։ Եվ եթե ճանապարհ եք գնում, եթե անում են ինչ-որ տեղեր, ապա այստեղ ուշադիր եղեք ամենայն դեպս ճանապարհներին։ Ինչ էլ որ լինի, այստեղ հաջողություն ունեք հետևում, ինչ որ եթե վիճեք ինչ-որ մեկի հետ հաջողությամբ կհաշտվեք, բայց ինչու անեք, որ հետո նոր հաշտվեք։ Եթե վիրահատության եք, ապա եւս, եթե կնոջն են վիրահատում, ապա եւս հիանալի կանցնի այդ վիրահատությունը։ Նաև դե հաջողություն ունեք այդ օրը,
Ոմանց համար նոր դռներ է բաց, ոմանց համար դռներ է կարող փակում եք, դուք ինքներդ անում եք, ինչ-որ մի բան ավարտում եք եւ վերջ փակում եք, այլևս չեք անդրադառնում դրան։ Եվ տեսնենք ով է այս կինը, ամենայն դեպս սա թռավ, կարող է ինչ-որ մի բան է ձեզ մոտ կայունացնում այդ կինը, օգնում է ձեզ մի ոլորտում կայունություն մտցնել, նաեւ կարող իրար հետ մնաք ինչ-որ միտեղ երկար։ Հերվից է, գալիս է, մնում է ձեր տանը, քնում է ձեր տանը եւ ոնց որ դե իրար հետ երկար այդպես կնստեք, կխոսեք։ Եվ սա նաեւ մասնագետ է։ Հա, աստղը դա աստղաբանների հետ են ընդհանրապես ասոցացնում, ուղղակի մասնագետների, ում հետ որ կցանկանաք միգուցե խոսել կամ երկար կարող եք խոսել այդ մարդու հետ։ Այդպես։ Գուցե ես եմ ցուցատալիս ինձ, որովհետև ինչ որ մի բան կայունանա ինձ մոտ այդ գործում, այս գործում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 27-ին։ Անհանգստություն, լարվածություն, այդտեղ կարող է ինչ-որ մեկին ուզում եք սիրո խոստովանություն անել, կամ սիրելիի հետ է կապված, կարող է վիճել եք, տեսնենք ես անհանգստությունը ինչերի հետ է կապված, կնոջ հետ, զույգի հետ, եթե դուք տղամարդ եք, այստեղ կարող է զույգի հետ է կապված այդ ամեն ինչը, անհանգստանում եք կամ կարող է նաև տհաճ պահեր են այս կնոջ կողմից ձեզ լարվածություն ինքն է ստեղծում ձեր կյանք մտցնում է այստեղ կարող է իրոք սիրո հետ է դա կարող է կապված հենց հստակ զույգի հետ եւ կարող է ինչ-որ միտեղ գտնվեք որտեղ որ կարող է կին լինի ով որ այդքան է լավը չի ձեր հանդեպ թշնամանքով է լցված մի խոսքով այդ օրը ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք սիրո խոստովանություն, ձեզ լավ կզգաք, միևնույնն է ինչ էլ որ այստեղ մարդիկ, եթե ինչ-որ միտեղ լինեք եւ նման մարդիկ լինեն, ովքեր որ ձեզ մի տեսակ թշնամանքով նայեն, զզվանքով նայեն կամ նախանձով նայեն, հենց դա է կարող է դուք գեղեցիկ եք այդ օրը եւ դրա համար այդ վիճակն է Ոմանք սիրո խոստովանություն է, այստեղ սեր կա ձեր ներսում, ինչ էլ որ այստեղ լինի, կամ հենց իրոք սիրելիին կորստի վախ, այստեղ, ուրիշ ոչինչ, շատերը այստեղ հենց սիրելի կորստի վախ ունեն, որ կարող եք անհանգստանում եք, վախենում եք, ինչ որ բանից, ինչին ա կորուստը Միգուցե գնում է ինքը հեռու, միգուցե դուք եք գնում, միգուցե գնում եք բանակ օրինակ։ Այստեղ նաև կապված է տան հետ, կարող է տանից տուն եք տեղափոխվում, տարածքից տարածք եք տեղափոխվում եւ կարող է ձեր ներսում ինչ-որ մեկին սիրում եք եւ հիմա մտածում եք, որ ինչքան եք հեռվանալու եւ արդեն լարվում եք, որ վերջ իրան կկորցնեք, որովհետեւ դուք գնացիք ուրիշ տեղ։ Միգուցե ուրիշ քաղաք, միգուցե հա այդպես կարող է դա է պատճառը նաև։ Եթե հա, եւ այստեղ կորուստը ճանապարհին ուշադիր եղեք, որ ինչ-որ մի բան չկորցնեք, այնտեղ անձնագիր է եւ այլն հատկապես եթե գնում եք երկար ճանապարհ, դա եւս հա ուշադիր եղեք, որպեսզի ինչ-որ բան չկորցնեք։ Եվ ներդրումներ մի արեք, որովհետեւ սա նաև գործերի քարտն է, որ մարդը գործերը առաջ է մղում եւ այստեղ կարող է այդ օրը շտապեք եւ Գործնակ ինչ-որ մի բան, մի արեք, որովհետև նորալուսնի օրը ոչինչ չի գալիս, սկսել նա մութ է, բան չի երևում, լուսին չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին ապրիլի 27-ին։ Տանը կլինեք, տան գործերով կզբաղվեք, հնարավոր է դրսից հյուրեր եք ընդունում, դուք եք գնում հեռու տեղ, ինչ-որ մեկի տանը մնաք։ Նաև կարող է դուք ինքներդ տունը վաճառում եք գնաք կամ հավաքվում եք, որ գնաք օտար երկիր։
Ձեր ցանկությունները կարող են կատարվել նաև տան հետ կապված, կարող է ինչ-որ մի աղջկա հետ որոշակի հետ ապրել, տուն գտնեք ապրելու, միգուցե ձեր ամուսինն է, ձեր աղջիկն է, իրար հետ ինչ-որ բան եք փնտրում, իրար հետ ինչ-որ տան հետ կապված բան եք ուզում անեք, որ ձեր ցանկությունները իրականանում են, ուզում եք վերանորոգում սկսեք, գումար եք հետ գցում եւ հիմա նկատում եք, որ այո, կա արդեն այդ գումարը եւ դուք պատրաստ եք ինչ-որ մի բան սկսելու համար։ Տեսնենք ով է ամենայն դեպս այս աղջիկը։ Ձեր կյանք հաջողություն է բերելու։ Կամ ինչ-որ բան է անելու, դռները բացելու ձեր առջև, որ դուք ինչ-որ մի բան անեք, կարող թույլտվություն է տալիս ինչ-որ մի բանի, ինչ-որ կարևոր ինչ-որ մեկն է։ Կա տուն է տալիս ձեզ վարձով օրինակ։ Բանալին հստակ հենց բանալի է հանձնում ձեզ։ Եվ ոմանք տուն կմաքրեն, տան գործով կզբաղվեն կամ կնստեք տանը, հյուրեր կընդունեք, այդպես, ինչ-որ տունը ձեզ համար շատ կարևոր է եւ ձեր ցանկությունները իհարկե։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 27-ին։ Գրքին տուն, տան հետ կապված ոչ է բաներ, այստեղ նաև կարող ինչ-որ կին է գալիս ձեր տուն, դուք եք գնում ձեր մայրիկի տուն, կամ ինքն է գալիս ձեր տուն, կարող մնա այդ օրը, 2 օր մնա, 1 շաբաթ մնա, որտեղ այստեղ ինչ-որ, կարող երկար մնա, կամ դուք եք գնում խնամելու իրեն, Համենայն դեպս այստեղ տան հետ կապված ինչ-որ հարցեր են կարող է տուն եք սկսում վերանորոգել, կամ ձեր ծնողի տունն եք վերանորոգում, ինչ-որ բան եք փոխում, տան համար ինչ-որ բան եք գնում նաև։ Եվ տեսնենք ով է ամենայն դեպս այս կինը։ Այս կնոջ կողով վիրահատում են, հնարավոր է վիրահատություն, հնարավոր է նաև վիճեք այս կնոջ հետ, այնպես որ մի քիչ ուշադիր եղեք։ Ինքը մեծ կին է, երիտասարդ աղջիկ չի, կարող եք վիճել իրար հետ, ուշադիր։ Եվ ինքը եւս թող սուր գործիքների հետ կապված մի քիչ ուշադիր լինի։ Ինչ-որ մի բան նաև կկայանանա ձեզ մոտ։ Ոչ թե ոլորտ կզգաք, որ այդ ոլորտի մասին այլևս անհանգստանալու բան չկա։ Կայուն է, նորմալ է եւ ավելի կխաղաղվեք։ Եվ ինչ-որ մի տեղ կգնաք, երկար կմնաք, ինչ-որ մեկի հետ, այդպես կողդ կնոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 27-ին։ Աշխատանք։ Շատ աշխատանք, միգուցե աշխատանքի համար անհանգստանում եք։ Միգուցե նոր աշխատանքի եք ընդունվել եւ էլի եք անհանգստանում, թե ինչպես եք անցկացնելու այդ օրը, ինչպես ձեզ կընդունեն, ինչ անեք եւ այլն, հա, կարող ինչ-որ նմանատիպ որևիցե մի բան է առաջանում ձեզ մոտ։ Ոմանք իրոք շատ աշխատանք կունենան, շատ գործեր կունենան, հնարավոր է գնում եք ոչ առիթի, գնում եք ռեստորան, հստակ գնում եք կինո, թատրոն, փակ տարածք, որտեղ որ դուք եք միայն, հա, ինչ որ մարդիկ իրավունքներ չունեն մտնելու։ Մտնելուց պետք է հատուկ թույլտվություն ունենաք։ Տոմս։ Դե կարիերայի բարձրացում, առաջ խաղացում, ինչ որ մի բան է ձեզ անհանգստացնում, դե ընդհանրապես այդպես է, չէ՞, որ մարդը թեկուզ մի փոքր վերև է բարձրանում, էլի վախենալու տեղ է ունենում, ինչ որ հարցում, տեսնենք ինչ կա։ Ընտրություն է սա։ Ընտրություն է, երկու ինչ որ բանի միջև դրա համար եք անհանգստանում։ Կարող է լավ աշխատանք են առաջարկել եւ հիմա դուք մտածում եք, որն ընդունեք, որն է լավը, այդպես երկու քարի արանքում եք, դրա համար լարվածություն կա նաեւ։ Եվ այդ օրը նաեւ ոմանք կարող են գնալ ճանապարհ, ոմանք տանից տուն տեղափոխվեն, երկրից երկիր տեղափոխվեն, գործերը մղեն առաջ,
Էլի լարվածությունը այստեղ դրա համար կապ է, տատանվում եք, գործերը մղելու, ճանապարհ գնալու հետ կապված, չգիտեմ ինչու եք տատանվում։ Ինչ որ բան կա, կարող է հեռու է աշխատանքը, դրա համար եք տատանվում։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 27-ին։ Խորամանկ անձնավորություն։ Գրիս։ Տեսակ ով էր խորամանկ անձնավորությունը։ Ձեր ինքերը միգուցե իրոք է մարդը, որ շատ եք վստահում։ Բայց երևում է նայեք, այստեղ տեսնենք լավ, ինչ կա այս խորամանկի մեջ։ Ով է։ Միգուցե ճանապարհի հետ է կապված, ձեր գործերի հետ է կապված այստեղ, կամ դուք պետք է լինեք խորամանկ, որ գնաք այդ ճանապարհը, տեղափոխություն կատարեք, նաև գործերը առաջ մղեք, հա, կարող է դուք պետք է լինեք։ Եվ նաև կարող է խաբեություն է սա, ճանապարհի հետ կապված, արի ես քեզ կուղարկեմ Եվրոպա, գումարը այսքան է, դու կտանեմ, չկա։ Ես քո գործերը քեզ կօգնեմ առաջ մղել, չկա էլի նույնիսկ խաբեություն է։ Պետք է ուշադիր լինել։ Եվ կարող է այն մարդն է, որ չի կասկածում։ Տեսնենք ով է այս առնետը։ Սա էմոցիաներ են եւ տրամադրության անկում է սա նշանակում ավելի շատ։ Տրամադրության կորուստ։ Մարդը կարող է օրվա ընթացքում կարող է իրոք արդեն փորձել է ձեզ խաբել, փորձել է ձեզ, զգում եք, որ ձեզ շրջապատում մաքուր մարդ չի մնացել։ Օրինակ ես էլ եմ տրամադրությունս գցում, եթե զգում եմ, որ իմ շրջապատում մաքուր մարդ չի մնացել։ Այստեղ նաև ինչ որ կին է, ի վերջո, ով որ շատ խորամանկ է։ Եվ այստեղ ընկերությունը վտանգավոր է ձեզ համար։ Ես ձեզ անդադ ասում եմ այդ կնոջ մասին, դուք էլ եք ինձ գրում, ոմանք գրում են այդ կնոջ մասին, բայց էլի պահում եք ձեր կողքը։ Ինքը անդադ դուրս է գալիս։ Ինչքան կարա ինքը դուրս գա եւ ձեզ ասեմ, որ վատն է։ Ինչ կարգի պետք է ձեզ այնպես անի, որ դուք վստահեք իրեն, որ այսքան ասեմ, որ վատն է, միևնույնն է չհավատակ։ Այստեղ ընկեր է եւ շատ վատ է։ Ես ձեր տեղը այդքան էլ չէի վստահի իրեն, ամեն դեպս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 27-ին։ Հասունություն, դրա հաջողություն է սա նաև, լավ շրջապատ կարող եք լինել, շրջապատում գտնվել այդ օրը, լավ մարդկանց մեջ լինել, ուշադիր եղեք, որ ձեր համբավը չկորցնեք այդ օրը, տեսնենք ինչի կորուստ է։ Այ, լավ չի։ Լավ չի, հարգելի ջրհոսներ։ Մի փոքր լավ չի իրոք։ Ինձ թվում է երկու քարտից էլ ինձ թվում է պետք է դուք հասկանաք։ Նախ այստեղ ինչ որ մեկն է ուզում մտնել ձեր կյանք։ Երրորդ անձնավորություն շատ եղեք, չթողնեք, որ մտնի։ Լավ չի, իմաստուն եղեք, իմաստություն պահպանեք, միգուցե այդ օրը նաև դուք ձեզ մեծ համարեք, ասեք ինչքան մեծ եմ, միգուցե երիտասարդ աղջիկ կա ձեր իր կողքը եւ դուք համեմատվում եք իրար հետ, մտածում եք, որ կտանի ձեր զույգին, որովհետեւ ինքը ավելի երիտասարդ է, դուք այդ օրը կնկատեք ձեր տարիքը արդեն։ Բայց այստեղ պետք է ուղղակի ուշադիր լինել, ուրիշ ոչինչ, որ երրորդ անձնավորություն չմտնի ձեր կյանք։ Եվ ճանապարհ այդ օրը կարող եք գնալ, ոմանք տանից տուն տեղափոխվեն, ոմանք երկրից երկիր կարող են տեղափոխվել, ոմանք էլ իրենց գործերը կմղեն առաջ այդ օրը, ինչ որ գործեր։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 27-ին։ Վայ, բոլորին ասեն բանն անգնում։ Այսօր գրիսը շատ է, գրիսները շատ են այսօր։ Բոլորի համար։ Տեսնենք, որ հիմա հերթով նայեք, մի քիչ տրամադրեք ժամանակ, արագացնեք մինչև քարտը գցում, տեսնեք ինչքան շատ գրիսներ կան։ Տեսնենք լավով են այսանք, ես ինչ կորուստ է, ինչի համար է, այստեղ լավ չի։ Այստեղ կարող վիճել եւ իրոք հանել ձեր կյանքից, հանեք ձեր կյանքից ինչ որ մեկին։ Եթե ինչ որ իրեր եք կորցնում, իրեք կորցնեք այդ օրը, ապա այլևս չեք գտնի, ինչ որ միտեղ կարող եք թողնել։ Եվ հավանականությունը մեծ է, որ եթե պետք է բուժվեք, եթե պետք է ինչ որ մի բուժում ստանաք, ապա այդ բուժումը կարող է թանկարժեք է։ Հատկապես այն մարդկանց համար, ովքեր որ բուժման կարիք ունեն։ Բայց սա նաև մարդու կյանքից հանում եք, հա, սա կորուստ է եւ մարդուն կամ ինչ որ մի բան ձեր կյանքից ընդմիշտ հանում եք սա։ Կարող է լավ բան է, հանում եք, փոխում եք ձեր կյանքը, ուրիշ ձևով եք արդեն ապրում, ուրիշ ձև եք անում ամեն ինչը։ Եվ ուրախ եք, կարող է իրոք փոխվում է, լավ բան է փոխվում, ինչ որ այնպիսի մի բան եք հանում ձեր կյանքից, որ իրոք ուրախանում եք հետո։ Տրամադրությունը բարձրանում է, չի ընկնում ձեր տրամադրությունը, որ ինչ որ մի բան գնաց ձեր կյանքից եւ այլն, հա, այդպես։ Եվ իհարկե ճանապարհ, այդ օրը կարող եք գնալ ոմանք տանից տուն, երկից երկիր, ձեր գործերը կմղեք առաջ, կամ երկար կարող է ճանապարհ գնաք, ամեն դեպս կարող ճամփորդեք, ձեզ ոչինչ չի խանգարի, ոչ ոք չի խանգարի, պահող ոչինչ չկա, որ ձեզ ասի, հա, ինչ որ մնա, չես կարող գնալ, չես կարող անել անգամ գործերդ։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։